ծրագրերի սկզբներից մասնակցելով որպես կամավորներ հայ ժողովուրդը բոլոր ռուս-մոսկվական և ռուս-թուրքական պատերազմներում պահպանել է իր հավատարմությունը ռուս մեծ ժողովրդին և պահպանեց իր հավատարմությունը նաև հայրենական մեծ պատերազմի տարիներին և իսկապես անկախ այն բանից, որ Հայաստանի ներկա քաղաքական իշխող էլիտայի և ռուսական որոշ շրջանակների կողմից կա անհամաձայնություն, նույնիսկ տպավորություն, որ հակառուսականություն է տարածվում Հայաստանում, բայց իրականում հայ ժողովուրդը իր հոգու խորքում, իր հոգեկերտվածքով մտածողությամբ ինձ թվում է, որ արդեն 200 տարի է ռուս ժողովրդին և Ռուսաստանը ընդունում է որպես բարեկամ ազգ պետություն և դա այնքան խոր արմատներ ունի, որ մեկ-երկու իշխանության փոփոխման հնարավոր չէ դա արմատախիլ անել։ Սա ամենակարևոր իրողություն է, որ մեծ հաղթանակի 81-ի առիթով մենք պետք է նշենք։ Հիմա մեր այսօրվա կրող սեղանի քննարկումն է, ոնց որ ասած 21-րդ դարը առանց նացիզմի։ Մի քանի թեզերով պարզապես, որպես և պատմաբան, և խաղաղագետ, որ առնչվել եմ այս թեմատիկայի հետ, թեզերի ձևով ներկայացնեմ, ոնց որ ասում են ռուսերը ինֆորմացիա կառազմիշլենիու, ոնց որ մենք մտածենք այս իրողությունների շուրջ հետագայում մեր ռետորիկան և վերլուծությունը ճիշտ անելու։ Նախ ես Պարոս Զուրինյանցից արդեն յուրացրեցի եվրոնացիզմ տերմինը, կներկայացնեմ որպես դա իմ գյուտը, ուզում եք նեղացեք, ուզում եք չէ, մենք լիբերալ ֆաշիզմ լսել ենք, բայց իսկապես եվրոնացիզմ, Պարոս Զուրինյանց իսկապես այդ իրողությունը կա և շատ ցավալի է, որ մենք 20-րդ դարը հրաժեշտ տվեցինք, իսկ 20-րդ դարի երկու համաշխարհային պատերազմներում էր նացիզմը առկա էր, հենց թեկուզ հայոց ցեղասպանության և մյուս իրադարձությունների, իսկ արդեն երկրորդ համաշխարհային պատերազմում հրեաների ցեղասպանության ձևով, այդ համակերպվածման ճամբարների ձևով և այլն։ Հիմա մենք ոտք ենք դրել 21-րդ դար և ցավալի է, որ այսօր մենք օգտագործում ենք այդ տերմինները, որպես արդեն կայացած իրողություն, և լիբերալ ֆաշիզմը կա, և կա եվրոնացիզմը, ես ձեզ հետ համաձայն եմ։ Ինչ է պետք մեզ այստեղ մի փոքր ավելի հիմնավոր և վերլուծական դիրքորոշումներ մշակելու համար։ Նախ առաջերտին հարգելի գոլեգաներ, ինձ թվում է մենք պետք է մի տեսակ բաժանարար գիծ տնենք և ամեն մի կոնկրետ իրողության մեջ փորձենք հասկանալ ազգայնականություն և ազգայնամոլություն։ Նացիոնալիզմ և նացիզմ պետք է տարբերել սա, որովհետև հիմա շատ մեծ մանիպուլյացիա են անում այն ազգայնականության և ազգայնամոլության միջև և երբեմն որոշ ազգերի ժողովուրդների, էթնիկ խմբերի գցում են հարվածի տակ, նրանց մեղադրելով հենց նացիզմի մեջ, բայց իրականում ստեղ մենք այդ չունենք։ Ինչու եմ սա շեշտադրում, որովհետև պատմությունը ցույց է տվել, որ շատ դեպքերում ազգայնականությունը դա դրական իրողություն է, դա պաշտպանական ռեակցիան է այն շովինիզմի, որ նրա մեծ ազգեր կիրառում են փոքր ազգերի նկատմամբ, և երբ որ խորանում ես պատմական իրադարձությունից, տեսնում ես, որ իդեպ մի փոքր ստեղ ընդհատեմ միտքս, և ազգայնականության, և ազգայնամոլության նացիոնալիզմի և նացիզմի մեջ մի ընդհանուր բան կա։ Երկու դեպքում էլ կարծես սեփական ազգի առավելությունները դու ուզում ես հարևանների հանդեպ ցույց տնես, բայց երբ որ դու սեփական ազգի առավելություններն ես ցույց դնում, ազգայնականության դեպքում դա պաշտպանվում ես մեծ ազգի քո հանդեպ կիրառվող ճնշումից, շովինիզմից, իսկ երբ որ արցում ես կատարում այդտեղ ազգայնամոլության և փորձում ես քո ազգի առավելությունները հիմնավորես նրանով, որ դու պետք է ապրես, ճիշտ չէ, քո ազգը պետք է ապրի այլ ազգերի հաշվին, նրանց ոչնչացնելով, նրանց ստրկացնելով, արդեն այստեղ այդ ջրբաժան գիծը անցնում է։ Եվ հիմա և որոշ եվրոստրատեգներ, և քաղաքական գործիչներ, և ասենք
էթնոխաղաքական հակամարտությունները սեփական շահերի համար օգտագործող շրջանակներ, հենց այս պաշտպանիչ ազգայնականությունը ներկայացնում են որպես ազգայնամոլություն, նացիզմ եւ հետո անցում են կատարում դա որակելով որպես սեպարատիզմ եւ հետո էլ այդտեղից անցում է կատարում այդ ուրեմն չեղած միջազգային իրավունքին ճակերտների մեջ, փորձելով հիմնավորել, չգիտես, ՄԱԿ-ի որոշումներով տարածքային ամբողջականություն, սահմանների անխախտելիություն եւ սեպարատիզմը, որը իրականում ինքը ըստ էության պաշտպանիչ կերպով ծնվել է ինչից, ասենք թե ազգայնականությունից, այլ ծնվել է պարզապես տվյալ ազգի ֆիզիկական գոյության, պաշտպանության, ինքնորոշման, ասենք թե ձգտումից։ Եվ այս դաշտերում կատարում է շատ լուրջ ուրեմն մանիպուլյացիա, որը ամենահստակը տեսնում ենք մենք։ Ինչպես է հիմա ադրբեջանական, ասենք թե մեդիա դաշտը եւ տեղեկատվական պատերազմներում նրանք շատ հմուտ են, այս գումարներ են տնում, կարողանում են այս ամբողջ անցումը ներկայացնել եւ ասենք երբեմն այդ ճակերտավոր առաջադիմական ամբիոններից Արցախահայության ազգագրական շարժումը ներկայացնում են ամբողջությամբ բացասական գծերով, վերելով հասցնելով այնտեղ սեպարատիզմի, ազգայնամոլության, նույնիսկ տերորիզմի եւ այլ։ Եվ ցավոք սրտի մենք այստեղ ուրեմն պարտվում ենք, որտեղ դեռևս ես չեմ տեսել, ասենք, եվրոպական ատյաններում կամ ասենք այլ միջազգային կառույցներում այդպիսի լուրջ հակադարձություն հայկական կողմից։ Գուցե նյութական միջոցներից է կապված, չգիտեմ, դա պետք է դեռ մտածել։ Հիմա ժամանակակից 21-րդ դարում ազգայնամոլությունը կիրառում է հատկապես որպես քաղաքական տեխնոլոգիա, որոշակի նպատակների հասնելու համար։ Տեսեք, հիմա շատ են խոսում ռուս-ուկրաինական պատերազմից, չէ՞, մի փոքր հետ դառնանք, սա այն 100-ամյա գլոբալ պայքարի արդյունքն է, որ մողում են անգլոսաքսերը եւ նաեւ եվրոպական որոշ երկրների հետ համագործակցած ռուսական կայսրությունը մասնատելու եւ երկրորդական պետություն վերածելու համար։ Նրանց հաջողվեց դա անել, առաջին աշխարհային պատերազմից հետո փլուզվեց ռուսական կայսրության առաջի շերտը, Ռուսաստանը կորցրեց Ֆինլանդիան, Լեհաստանը, Կապսի մարզը, որոշ տարածքներ, Փարքաստուի վերջո քաղաքացիական պատերազմը հաղթանակ տանելով ռուսակենտրոն որոշ ուժեր կարողացան վերականգնել այդ խորհրդային տեսքով եւ հետո ուրեմն վերականգնել նրա կազմում նաեւ մեծ Բալտիկան, Մոլդովան եւ հասան մինչեւ նորագույն ժամանակները, բայց արևմտյան ծառայությունները շատ հստակ եւ բավականին երկար աշխատում էին երկրորդ փուլը իրականացնելու, խորհրդային միությունը փլուզելու վրա եւ հաջողվեց, իսկ այդ հաջողման քաղաքական տեխնոլոգիայի ամենակարևոր բանը այն է, որ նրանք հենց կենտրոնացան բազմասպետության մեջ ազգայնականության եւ ազգայնամոլության, ուրեմն ոնց ասած, բորբոքելու եւ եթե մենք հիշում ենք խորհրդային միության փլուզման այդ առաջի գործընթացներում առաջի պլանի վրա էր դա այդ բանը ինքնիշխանությունների շքերթը, այնուհետև ուրեմն խորհրդային միության ինքնափլուզումը 15 հանրապետություն։ Հիմա ես դեռ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ հիմա արևմուտքը աշխատում է երրորդ շերտի փլուզման վրա, երրորդ շերտը Ռուսաստանի Դաշնությունն է, որ նրանք ուզում են փլուզել եւ հեռահար նպատակներով 15, 20 թե 30 պետություն ստեղծել։ Ինչ տեխնոլոգիա է կիրառում հիմա։ Կիրառումը էլի նույն ուրեմն Ռուսաստանի դեմ ուրեմն տարածքային կամ այլ խնդիրներ ունեցող պետություններում հակառուսականության ազգայնամոլության բորբոքման, չեչենական кейսը մեզ ցույց տվեց, որ փորձ արվեց դա նաև բորբոքել չէ Ռուսաստան Ֆեդերացիայի ներսում, Փարքաստոր Պուտինի գալով ինչ-որ միտեղ այդ կրակը մարեց, բայց հիմա տեսեք դա նորից վերականգնվում է ուկրաինական ազգայնամոլության բորբոքման, ֆինանսավորման, ինչ հսկայական գումարներ է ներդրում
ուրեմն արևմուտքը Ուկրաինայի խաղաղացնելու համար, առանց խորանալու, որ ասենք օրինակ այն գաղափարաքաղաքական դոկտրինաներով, որով որ առաջնորդվում է ներկա ուկրաինական պետության իշխող քաղաքական էլիտին, դա ոչ այն ինչ է, քան ուրեմն հենց նացիզմը։ Հիշեք, ուրեմն Մայդաններից հետո, չէ, առաջի եւ երկրորդ Մայդաններից հետո Կիևի իշխանավորների հռետորաբանությունը։ Արևելյան մարզերում ապրողները դրանք գենետիկ աղբեր, չէ, գենետիկի բուսը, եւ մենք պետք է դրանց վերացնենք, որպեսզի ուրեմն կարողանանք ոնց ուկրաինական պետությունը կայացնել։ Նրանց ուրեմն կողմից լսել եք հայտարարություն, որ ասենք մենք ուզում ենք կառուցել Ուկրաինա, որպես ուկրաինացի եւ ռուս ժողովուրդների, ասենք բարեկամական պետություն կամ ասենք ֆեդերացիա կամ ասենք ինչ-որ եւ ոչ, առաջ օրվանից նրանք այդ ուրեմն տերմինոլոգիա, ճշնամական տերմինոլոգիա օգտագործելով գենետիկ աղ, մասկալներ եւ այլն են բոլորս տեսել են եւ ըստ էության այն միջոցները, որ հիմա կիրառում է Ռուսաստանի Դաշնությունը, իմ գոլեգան շատ նշեց, ճիշտ նշեց, մինչև ուկրաինական պատերազմը Ռուսաստանի ռազմական բյուջեն նվազում է, եթե իսկ բաներ Ռուսաստանը նպատակ ունենար պատերազմ ծավալել Ուկրաինայում, բարձր չէ իջեց։ Հարգելի գործընկերներ, ես ինչ օրինակ ելնելով իմ փորձից, ես ներկա ուկրաինական պատերազմը ոչ թե համարում եմ պատերազմ Ռուսաստան-Ուկրաինայի միջև, սա արևմտյան ծառայությունների կողմից բորբոքված քաղաքացիական պատերազմ է հենց սլավոնականության ուրեմն քաղաքակրթական տարածաշրջանում, որովհետև ուղղակի երազում մենք չէինք կարող պատկերացնել, որ նույն ազգի երկու հատվածները պետք է իրեն կոտորեն։ Ինչքան ճիշտ, ինչքան ուրեմն հմտորեն օգտագործվեց հենց նացիզմը, մարդկանց ուղեղի մթագնումը եւ ինչի հասցրեց դա որոշ հաշվարկներով ասում են արդեն մոտ մեկն ասում է 500,000 մարդ արդեն զոհվել է ռազմաճակատում, երկու կողմից ոմանք ասում են 1 միլիոն դառնել մենք երևի այդպես էլ չի մնում։ Եվ մի թեզ եւս շատ արևմտյան տեսաբաններ առաջ էին քաշում այն տեսակետը, որ գլոբալիզացիան եւ ինտեգրացիան կբերեն մի ինչ-որ, ասենք թե իրողության, որ նացիզմի եւ ազգայնականության այլևս տեղ չի լինի։ Հիմա այդ եվրոպական ինտեգրացիան ավարտվեց, չէ՞, ինչ-որ բացի արևմտյան Բալկանների մի քանի երկրից մեծ մաս արդեն Եվրոմիության անդամ են։ Հիմա ինքներս մեզ հարց տանք, արդյոք Եվրոմիության տարածքում այլևս չկա ոչ ազգայնականություն, ոչ ազգայնամոլություն։ Ընդհակառակը, վերջին 15-20 տարին որոշ դեպքեր ցույց տվեցին, որ ինտեգրացիան ոչ մի կերպով չկարողացավ այս ուրեմն իրողությունները հաղթահարել։ Բերեմ օրինակներ։ 90-ական թվականներին իսպանական իշխանությունների խիստ մոտեցումները Կատալոնիայի եւ Բասկերի երկրում ծավալված ազգայնական շարժումների նկատմամբ։ Մի երկու օր առաջ էի կարդում մի հոդված, որտեղ նշվում է, որ Բասկերի էտա, չէ, դրած 800 իսպանական պետական գործիչ ծառայող է սպանվել Բասկերի ահաբեկչական գործունեության բանում։ Ինչ է սա Բասկերի ազգայնականությունը, սա ուրեմն հենց Եվրոմիության մեջ գտնվող Եվրոմիության անդամ իսպանական պետության կողմից հակաբասկական այդ երկրի ազգային ինքնությունը արմատախիլ անելու, Բասկերի ինքնությունը վերացնելու քաղաքական գիծ է։ Եվ Ֆրանսիան, որ այդքան մարդու իրավունքներից խոսում է, Բասկերի մի հատված էլ ապրում է Ֆրանսիայում։ Իսպանական իշխանությունների հետ համահունչ նրանք նույն քայլերն են անում նաև սահմանյան կողմում ապրող ուրեմն Բասկերի նկատմամբ։ Հաջորդ օրինակը Վեր աչքի առաջ 90-ական թվականներին ինչ դեր ունեցավ վետ հարավսլավյան տարածքում էթնիկական զտումներ եւ որոշ էթնիկ խմբերի ցեղասպանություն հենց Եվրոպական միության աչքի առաջ։ Հիմնականում ուղղված սերբերի դեմ, ստեղ է նարատիվն է, որ ջարդենք այն ազգերին, որոնք պրոռուսական կողմնորոշում ունեն եւ մինչեւ նույն սերբերը կրում են այդ ուրեմն ոնց որ ասած տուժը իրենց գլխի երկակի մոտեցումները Կոսովոյի հարցում
մի դեպքում սերբերը ուրեմն նացիստ են, չէ, մյուս դեպքում ալբանական ահաբեկիչներից ավալած գործողությունները եւ ցեղասպանությունը սերբական բնակչության նկատմամբ, այստեղ ոչ մի ձայն ծրտում չկա, տեսեք այդ երկակի ստանդարտների քաղաքականությունը, որը տվյալ դեպքում ահավոր է, որովհետև Եվրոպայի առաջադեմ, այսպես ասած, երկրների կողմից խրախուսվում է հակասերբականությունը, որը վերածվում է տեղական, ասենք, ուրեմն նացիզմի։ Ու արդեն մենք տեսնում ենք այդ հաջող իրողություններին արդեն Մոլդովայում, ես չեմ զարմանա, որ եկուց միսօր մենք տեսնենք մեր Դնեստրյան հանրապետությունում, չէ, ինչ-որ էթնիկ զտումների, մենք այդ նույն իրողությունը տեսանք նաև Լեռնային Ղարաբաղում, մենք տեսնում ենք, թե ինչպես է արևմուտքը լուրջ մնում մերձբալթյան պետություններում սուրճ 35-40% կազմող ռուսների էթնիկությունը ճնշող տվյալ երկրների իշխանությունների քաղաքականություն։ Այսինքն, եթե մենք այսօր ասում ենք 21-րդ դար ոտք դնենք առանց նացիզմի, հարգելի գործընկերներ, ասում է, որ ոչ, եւ նացիզմը դեռ կենդանի է, նացիզմը դեռ օրակարգում է, բայց մի հետաքրքիր բան կա, ամենաանհանդուրժող երկիրը իր ներքաղաքական գործընթացներում նացիզմի նկատմամբ Գերմանիան է այսօր։ Այնտեղ, օրինակ, Հայաստանում կարաս Հիտլերի Մայն Կամփը թարգմանես հայերեն, ուսանողներն ասում են ճարել ենք, կարդում ենք մեկտեղի կամ զեկույցում, որտեղից եք ճարել, դա հայերեն թարգմանում ենք։ Գերմանիայում եթե դու այդ բառն ես օգտագործում Հիտլեր, չէ՞, ես մի անգամ կատակով Facebook-ով օգտագործեցի, մեկ ամիս բլոգ դրեցի, որ ասին չայրեն կատակել եմ, ասին կապ չունի, մեկ ամիս փակեցին ինձ այդ բառը օգտագործելու։ Գերմանական ուրեմն հասարակությունը ճիշտ է օրաշորցի կառավարությունը իրեն շատ վատ պահեց ուկրաինական պատերազմի հարցում, բայց տեսեք իրանց ներքին օրենքները, իրանց իրողությունները, սահմանափակումները, քաղաքական կուսակցությունների գաղափարաքաղաքական քարոզչական դրույթների վրա դրված խիստ ուրեմն պահանջները թույլ չեն տալիս, որովհետև այսօր ցանկացած գերմանացի, որ նայում է քարտեզին, տեսնում է, որ գերմանական բուն տարածքների 40%-ը Գերմանիա չէ, որ 6 միլիոն գերմանացիներ բռնագաղթեցվել են Լեհաստանի, Չեխոսլովակիայի անցած տարածքներից, որ գերմանական ոգու ամրոցը Քյոնիգսբերգը Գերմանիա չէ եւ անուններ փոխել է Կալինինգրադ։ Այդ որ մենք մեծ հայքի քարտեզին նայում ենք, այդքան վատ ենք զգում, փոքր ազգին չէ, բա գերմանական ազգը ինչքան ծանր է տանում այդ ամեն ինչը, բայց եւ որ ինքը հարց է տալիս ինչն է հետևանքը, պատասխանը միայն մեկն է, որ Գերմանիան ստորացված վիճակի հասցրել այդքան տարածքային եւ այլ կորուստներ ունեցել հենց նացիզմի եւ ֆաշիզմի բանում։ Այս առումով, օրինակ, գերմանական ներքին քաղաքական մշակույթը, անհանդուրժողականությունը ես շատ բարձր եմ գնահատում եւ դրա համար է, որ ասենք, օրինակ, Ուկրաինայում կարող է վերականգնել նացիստական կազմակերպությունները, նշաններ միմյանց այդ պատիվ տալու գերմանական բառերը, բայց հերիք է դու Գերմանիայի նման ուրեմն քայլ կատարես, անմիջապես կդատվես։ Այնպես որ մենք նոր կարող է գործընթացների ուրեմն հանդիպենք, հատկապես նաև մեր տարածաշրջանում կապված արաբա-հրեական, ասենք թե հակամարտության հետ կապված Թուրքիայում քրդական շարժումների եւ քրդական ազգայնականության եւ թուրքական ազգայնամոլության ուրեմն բախման պարագայում այդ արիքները կարող են նաև մեզ հասնել հարևան երկրներից եւ տարածաշրջաններից, ուրեմն մենք պետք է գաղափարապես, քաղաքականապես շատ պատրաստված լինենք, զինված լինենք, սայթակումներ թույլ չտանք, այնպեսի սայթակումներ, որ հիմա անում են մեր իշխանությունները եւ մենք այդ սայթակումների հետևանքով լուրջ կորուստներ ենք ունենում եւ հարևան պետություններում եւ ասենք թե միջազգային կառույցներում մեր պետության ոնց ասեմ եւ դեմքը եւ դիրքերը պահելու համար շնորհակալություն մի քիչ շատ ապացուցեցի։